Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար, հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք 65 եւ ավելի տարեկան այն անձանց, որոնց կյանքը կարող է օրինակ լինել, ուղենիշ լինել բոլորիս համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր ես բացառիկ հյուր ունեմ, ինձ պատիվ է արել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, պարոն Նիկոլայ Ծատուրյանը, շատ շնորհակալ եմ։ Եղավ ես եմ շնորհակալ, որ երկրորդ շնչառության համար եք կանչել, բայց իմը երրորդ շնչառությունն է, 81 տարեկան եմ, արդեն մինչև 100-ը երրորդ շնչառությունն։ Դուք սեր մեքենայով եկաք, պարոն Ծատուրյան, բարում եք։ Մեքենայից համարն էլ 45 իմ ծննդյան թիվը, հենց է Նիկոլայ Ծատուրյան եւ վերջում էլ 100, որ այդքան ապրեմ։ Այդ չգիտեմ, թիթիզը գրական հայերենով ոնց է, թիթիզ բաներ էլ փաստորեն անում եք, պարոն Ծատուրյան։ Բավչան եմ, ջայրվա գիտես ինչ թիթիզ էի, եմ միա որ մի քիչ ծանրացել եմ։ Ինչ թիթիզ էիք օրինակ։ Ամենաթիթիզ բանը, որ արել ենք, ամենալոպազ բանը։ Ես չգիտեմ, այս բառերը հայեր են, գրական հայերեն են երևի։ Ուրեմն նախկին կնոջս հետ իմ հորեղբայրը մեր ամուսնության արդիվ բան արեց մեզ մերամիս ձևակերպեց, ինքը Ռիգա է մեր ապրում, մեզ էլ ծովափում տուն վերցրեց բան արեց, դեմ փոքրիկ տնակները։ Դե ես իպի նշել մնացել ենք Բայց ուզում ենք նստենք գնանք Ռիգա էլ մի քիչ ման ծովափից լեփլեցուն ավտոբուսները ասես կանգնել տեղ չկա ես որոշեցի որ նստենք էլ այնուամենայնիվ բայց ոնց նստենք Հեմի կինը շրջվել է նայում այ ավտոբուսը գալու բայց բոլոր ժողովուրդը ինձ են նայում շուրը գալուց ինչ են եկես արա որ չտեսավ բաներ եմ ան հիվանդ եք ծևանում Դե մարդիկ տեղ տվեցին, բան արեցին, դե ես հիվանդ եմ, բան վերկացան, կնոջս էլ տվեցին, որ նայել ինձ պետք է լավ նայ։ Հա, բայց այդ ճանապարհն էլ մոտավորապես մի 25 րոպե, ուրեմն ես 25 րոպե պետք է ես ցալնեմ։ Արեցիք։ Բա ինչ արեցի։ Հետո այնտեղ մի հատ կին էր ռուս հետևը նստած ասեց, բայց զարմանում եմ ռուսերեն։ Սետ սիրուր կինը ես ապուշին ոնց առելի որ ինչ դե խտրականության հարցերը խորթային միությունում էլ չէ մեկ էլ որ ասես թե ես ապուշին ոնց առե ես կինը սկսեց ծիծաղել նա էլ որ ծիծաղում էր սենց էր անում նա որ սկսեց անել ես էլ ասում Հետո նայեց ասես, հա չէ, իրա լավ բռնում են, որ չասես լավ բռնում են, ընդհանրապես ուշաթափվեցինք, վերջը իջել եմ, արդեն գնում ենք, բամ, ասում են գալիս են հետևից, ասում հա հլա գալիս են դե ժողովուրդը, ես էլի ելսն, հոգիս դուս եկամ մինչև շուռ եկավ, ասեց արդեն չկան, տարածվեցին, նոր շունչ քաշեցին։ Փոշմանեցիք այդ արկածի համար։ Չէ, չեմ փոշմանել, նստած եկամ։ Պարոն Ծատուրյան, ձեր նախկին կնոջ մասին պատմեցիք, գործող կինը, ում շատ սիրում եք, իրար շատ սիրում եք, փիլիսոփայաբար կմոտենա բոլոր հարցերին, բոլոր, ոնց ասենք, թերություններին մոտենում է։ Մի մարդը անթերի չի էլի, բոլորս էլ թերություններ ունենք։ Կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Կյանքի իմաստը։ Այո։ Աբսուրդի մեջ։ Դե ավելին ասեք։ Կյանքի իմաստն դիեզերական քաոսն է։ Քաոս։ Այն բոլոր հասկացությունները, որ մենք տվել ենք ֆիզիկա, մաթեմատիկա, տարածություն, ժամանակ եւ այլն, գոյություն չունեն։ Այդ մենք ենք հնարել մեզ համար, որ կարողանանք ինչ-որ ձևով համակերպենք։ Կոսմոսում ոչ մի բան չկա, այնտեղ լրիվ ուրիշ օրենքներ են գործում, որոնք մենք չենք հասկանա երբեք։ Մեզ թվում է, որ մենք բնության տերերն ենք, իշխաններն ենք, չորուցավ ենք, ինչ ենք մեզնից ներկայացնում մարդկությունը, որ մելի փոքրիկ ատոմիկներ ենք։
Այն հսկայական տարածության մեջ, որը գոյություն ունի։ Երջանկությունն էլ ենք մենք հնարել, չկա տենց բան։ Կա պահեր երջանկության, ուղղակի արկայծումներ, թե չէ ընդհանուր երջանիկը որն է։ Այն միլիարդատերն էլ երջանիկ չի նայել, պետք է այդ պահի Հաջորդ միլիարդն է ուզում։ Հաջորդ միլիարդներն է ուզում անիմաստ տեղը, որտեղ մեկը վերջում մեկը երկուսի վրա է։ Ճամփին ինձ ասիկ մահից չեմ վախենում։ Չէ, մահն ինչա որ վախենամ։ Թքեմ ես մահի վրա։ Մարտահրավեր եք նետում, իսկ առողջ ապրելակերպ վարում եք, վարել եք, ճիշտ համարում եք։ Այդ շատ լավ բան է, բայց չգիտեմ այդ որն է։ Ես ահավոր առողջ եմ ապրում։ Օրինակ, օր կա, որ ես ժամը 8:30 երեկոյան պարկում եմ, որ մի ժամ քնենք, մինչև առավոտ քնում եմ։ Մինչև 5-ը, 4-ը, 5 առավոտվա, դեռ մութ է։ Մի օր էլ կարող եմ, մի օր չէ, մի 3 օր էլ առավոտի 9-ին քնեմ, 10-ին քնեմ, 3-ին 4-ին վեր կենամ։ Կինս անընդհատ պարզախոսում է, ոնց ես ման, ասում եմ, ինքը բնություն ինձ հուշում է, երբ քնեմ, երբ արթնանամ։ Մի օր ճաշում եմ գիշերը 11-ին։ Քաոսի մեջ։ Հա, մի օր ճաշում եմ ցերեկը 4-ին։ Մի օր էլ ընդհանրապես չեմ ուզում ճաշեմ։ Չէ, ախոշակ չկա։ Պետք է հետևես այն իմպուլսներին, որոնք քեզ կյանքը տելադրում է։ Մնացած ամբողջ այդ սուտ բաները այդ։ Դուք օրերս Ռեժիմ բան։ Դե դուք ձեր փորձն եք ասում, դուք օրերս ձեր տարեդարձներ, բոլորին խոստացաք, որ 100 տարեկան եք դառնալու։ Երկարակյաց համարում եք ձեզ, արդեն համարեք։ Իմ նախատատը ապրելա 117 տարի։ Տատս ես 13 տարեկան եմ եղել, որ նա մահացավ։ Եվ ես հիշում եմ այդ թաղումը Մատենադարանից մենք պրոսպեկտի վրա էինք ապրում, մինչև մեր տունը, որ 10-րդ ապսեկաներ բաներ շուկայի մոտ են լեպլեցուն ժողովուրդ էր, եւ ես ապշում եի, թե այդքան ժողովուրդ են չեն եկել, հետո ինձ պատմեցին, որ տատը եղել է որբերը հավաքել, կերակրել, բանարել, Տիկին Աշխեն հայտնի անձնավորություն է եղել, մի հատ տուփա ունեցել որբերի համար հավաքել է, ժողովուրդը տվել են, կանչել է իրանց տուն, սեղանները գցել, կերակրել, բան, մի խոսքով, եւ այդ բանի ժամանակ Ավետիք Իսահակյանն է եղել, ինձ պատմեցին, որը ասել են մեքենան նստացնենք մինչև Թոխմախ, ասել է, չէ, ես ոտոպտի գնամ Տիկին Աշխենի հետևից, որտեղ ինքն էլ է այդ որբերից, հետո պարզվում է, մի խոսքով շատ 117 տարի, տատս ապրեց 92 տարի, մայրս 86, այդպես ոնց է իջնում, դե ես էլ մի չեմ անում այդ։ Արդեն ասել եք 100, էլ թիվ չփոխեք։ Հա, չէ, հալա ես 81 եմ, մայրս 86 է։ Դուք ձեզ բախտավոր պիտի որ համարեք, որովհետև ասում եք դիեզերական օրենքներից մտածում եմ, այն որ տատին օրհնում են, այդ օրհնանքից էլ ձեզ հաստատ բաժին է հասել, որտեվ սերունդներով են օրհնում, երբ որ օրհնում են, համել ձեր հայրը ձեր համար թատերական աշխարհում արդեն ճանապարհ բացեց, ձեր ճանապարհները դժվար չեն եղել։ Հայրս փակեց ճանապարհս։ Ոնց փակեց։ Չէր ուզում որ դառնամ ռեժիսոր։ Ինքը ռեժիսոր էր, կինո Դրա համար ռեժիսոր էր եւ հարցնում։ գիտի որ դա ոչ փողաբերում կարգին, ոչ փանաբերում։ Դեկաններին շուտի թատերական, բայց որպես ինքը չերևա բանի դասատուին ռիթմիկայի, որ ասել էր կտրի իրան քննության։ Որ ինչ դառնայինք, բայց Դա շատ էր ուզում, որ ես դաշնակահար դառնամ, որտեղ Չայկովսկի դպրոցում եմ սովորել, բայց չդառա էլ, ինչպես հասկանում ես։ Մի խոսքով, հա դառա ռեժիսոր, ես եմ ել ժողովրդական արտիստ, բաներ են։ ճիշտը որն է, որ այդ ամենը սուտ է, Ախր Ֆայինա Ռանևսկայան շատ իմ սիրում, ես այդ կնոջի այնքան ճիշտ է խոսում։ Ասում է, երեք ես տանը նայում էի իմ թաղման են բաներին
առարկաներին, որոնք պետք են իմ օրդենները, իմ մեդալները, իմ գովասանագրերը, որոնք բանի առաջով տանում են, չէ՞ դագաղի առաջով, ընդամենը էդ են, ընդամենը, սուտը չեմ սիրում, այս սուտը, պաթոսը չեմ սիրում են, որ Ձեզ այնքան շատ են քննադատում, ինչ ասում եք քննադատում են, ամեն ինտերվյուից հետո քննադատում են ձեզ, ասում են մտավորականը սենց, մտավորականը ոնց պիտի լինի, ինչպեսի պիտի լինի։ Բա ես խոսում եմ, որ ինձ քննադատեն, թե չէ որ չքննադատեն ումն է պետք, մոռացան կմատնվեմ, թող շատ Հատուկ սադրում եք, այսինքն, հատուկ եք սադրում։ Իհարկե։ Օրինակ Հիմա մի բան ասեմ, որ շատ ժողովուրդը նենց կատաղելու, որ չեմ ասեք, որ շատ կատաղելու են, կմոնտաժեն։ Ինձ համար մարդկությունը, տևյալ դեպքում հայ ազգը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկությունը, բաժանվում է 3 կատեգորիաների։ Ցածրագույնը ազգաբնակչությունն է։ Այդ գիտես, որ նա ինչ լուսամուտներ, կիսաբաց լուսամուտներ, այն որ շատ լուրջ թվով դուրս են գալի բիտինգների բան, Ղարաբաղը մերն է, չեմ անում ինչը ումն է, ման այդ անգրագետ երկրորդը ժողովուրդն է, ավելի եւ այսպես եւ այնպես։ Գոնե կասկած ունի, որ սովորելու բան կա։ Անալիզա գոնե անում ինչա կատարվում, ոչ թե հենց այնց խոսում։ Եվ ամենաբարձրը, որը ես ինձ չեմ համարում դրանց մեջ, ազգն է։ Այ ազգը դա Փարաջանովը, ազգը դա Վիկտոր Համբարձումյանը, ազգը դա Մինաս Ավետիսյանը։ Քանի տոկոսն է, պարոն Ծատուրյան։ Հեչ 1, 2, 5։ Հա, երիկա այդքան չի կարող շատ լինի։ Իսկ Լեհաստանում ով է, Շոպեն, հա։ Ով է եղել։ Կան բան Թուրքիայում էլ նույնիսկ կան տենց արկայցումներ են դրանք շատ չեն կարող լինել, բայց դա է ազգը։ Պարոն Ծատուրյան, 80 անցում դուք ձեր միտքը պայծառ պահել եք, ես տեսնում եմ, մենք զրուցում ենք, միտքը պայծառ է, դուք դա համարում եք երիտասարդների հետ աշխատանքի, նաև գիտեմ, որ դասավանդում եք, այս պահին էլ աշխատում եք, դրա հետևանքը չասենք, արդյունքն է, շատ եք կարդում, երաժշտությունը, բայց հիշողությունը խայտառակ է։ Ահա վրա գնում այդ հիշողությունը, կորում է։ Իսկ ինչ վերաբերում է ջահելներին, հա, ես չեմ աշխատում, որտեղ ահագին բան եմ սովորում իրանցից։ Ինձ ասում են դու ես սովորացնում, ես սովորացնում, բայց սովորում եմ, որովհետև ժամանակները փոխվում են, առաջ են գնում։ Իսկ մենք մնում ենք մեր ժամանակի մեջ վերջի գնացքի վերջի վագոններում։ Մի քիչ պետք է առաջ գնալ, մի քիչ տամբուրներով անցնել, գալ եւ նրանք ինձ ստիպում են, որտեվ այն որ ասում է մեր ժամանակվա ջահելությունն ուրիշ է, ոչ մանա ուրիշ չէ։ Մենք էլ ենք ջահել, դրա համար ենք դա հիշում, բան։ Այսօրվան էլ եւ լավը կա եւ վատը կա։ Ամենադեպս իմ ուսանողները ես հիմա բան եմ հեռակայում եմ դաս տալիս, մարդիկ արդեն աշխատում են ամել եւ շատ ավելի բան են, ոնց ասեմ, ավելի հասուն են, որտեղ աշխատում են, փող են աշխատում, սովորում են, բան, մի խոսքով։ Եվ տեսնում են, որ կան մեջները շատ լավերը եւ կան շատ լավերից ինչ եք սովորում, պարոն Ծատուրյան։ Ռեժիսորական կուրսը եւ շատ པարզ իրանց ասում աղջիկ ջան, դու արի թողել ես գործը, քեզ համար եմ ասում, ինձ համար ինչ է։ Չկաս դու ես գործում։ Բայց կնեղանան, պարոն Ծատուրյան, ժամանակակից մանկավարժությունը, բան, ասում եմ, որ պիտի խրախուսես։ Այդ մանկասան եմ ստեղ եմ հասել, որ չնեղացնեմ էլ, պիտի նեղացնեմ էլ։ Դարձողը կդառնա։ Սուտ բարությունը զզվելի բանը։ Պետք է չար լինել, պետք է շատ փաստարկված երևի։ Ռեալ։ Օրինակ ես սուտը չեմ սիրում, ինչի ստեմ։ Սուտը գիտես ինչա, վախկոտության նշան է, երբ որ մարդ վախկոտը ստում է, որ տակից դուրս գա, ես երբեք չեմ ստում, իմաց համար կարևորը
Ճիշտ, ճիշտը ինչն է, մարդը չի, բնությունն է, այդ դա ճիշտն է, և հիմա էլ պայքարում է մարդկության դեմ լավ անում, որտեղ մարդկությունն այդ բնության հերն ուզում անծի, չի ստացվի։ Դեղագին անիծել է, ինչից եք վախենում, ինչից եք վախենում, պարոն Ծատուրյան։ Մահից չեն վախենում, կյանքից չեն վախենում, կանանցից են վախենում։ Ոնց վախենում ենք։ Չէ, վախենում են իմաստով, որ նրանց դժվար է հասկանալ։ Քուշակելը, հասկանալը, բան շատ բան են։ Դե ցայլ մի քիչ խատակի իմաստով եմ ասում, որտեվ դե Մեր Երևանի խելահեղ երթևեկության մեջ ոնց է կողմնորոշում, դուք ձեր մեքենայով վարելով եկաք։ Դժվար է վարորդ լինելը 80 անցում, հաստատ ազդանշան կտան։ Հա, տալիս եմ, բա ինչ են անում, որտեվ ես դանդաղ եմ քշում, արագ չեմ էլ կարող, ես ինչ վարորդ։ Չնայած առաջ գնում էի, հասնում էի Գյումրի, հետ էի գալի, բավական հաճախ։ Դե հիմա էլ արդեն էլ չէ էլի, բարձրանում էի պրոսպեկտով։ Պետք է ուղիղ գնամ Բաղրամյանի անկյունում։ Սայատնովա Բաղրամյան, աչից էլ մի հատ են, մեքենայա կանգնած են, որ 2 մետր բան չեն, չի են այդ մեծ մեքենաները քաղաքում քշում չեմ հասկանում, ինքնահաստատվում են, հա։ Բանը տվեց, կանաչ տվեց, շարժվեցինք, այս ապուշը եկավ, սենց դիմացով, իմ դիմացով գնաց Բաղրամյան, աչ կծից, ես էլ սենց հարեցի, հալա լավա ես շատ արագ չէի գնում, թե չկխպեինք, սա գնաց ընդեղ կանգնեց, ինձ ձեռով սենց անում հլա կանգնի։ Հետո։ Դեկա բարձացա, են կոմիտասի արցանը, որ կա դրա մոտ կանգնեցի, մի հատ 2 մետրանոց մարդ եկավ սենց, սենց մեքենա սենց վերցնալու աշապրտի հետ արցանն էլ չարդի մեքենաս էլ, ես էլ դուս չեմ եկեն նստած եմ։ Ինչքան մոտեցավ, այնքան երևի ինձ ճանաչեց, բան փուքսի չապան, բայց վայ ախպեր ջան, կներես էլի ցավը տանեմ կարող են չոր, ասում եմ, հա բայց եթե ես քշեի խփելու էի քեզ, հետո աճից գնում ես սաղ ես մտնում, լավ, բայց սենց չպետք է անեիր էլի, ես էլ չանեի, չէ պրոստը որ կողք սաղ չի կերպ էդ չեր էլի որ սենց ան, վայ մամա ջան։ Կրթության պակասն է։ Պարոն Ծատուրյան, որ ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ձեր կյանքի որ փուլում ինչ կփոխեիք։ Մի բան կփոխեիք։ Չէ, այդպես խելոք բաներ ես չեմ հասկանում։ Դե մենք ենթադրենք հնարավորություն է։ Էլի կյանքը գնացել է, լավ անում, սենցա գնում։ Բայց ես կուզենայի, որ վերադառնա 50 թիվը։ Ինչի՞։ Որտեվ երեխա էի։ Երջանիկ, իմ այդ այծիկները, բաները փոքրիկ բան են, հորտուկները ոնց են թռնում, վազում, բան, երջանիկ, ես տենց էի, և ապրում էինք պապիկի, տատիկի, հայրիկի, քեռիների, Մեծ Գերդաստանով, 13 հոգով 4 սենյականոց բնակարանում պրոսպեկտի օրը, ես էլ որ առաջնիկն էի, տատիս պապի մոտ, Շատ սիրված եք եղել։ Այ, բոլորը ինձնով էի սպաղված։ Ես էլ հորտուկի պես պատվազում էի, չնայած հիվանդոտ էլ էի անգինա բանման։ Եվ անընդհատ հիշում եմ մի տեսարան, որը այդ ժամանակվանից տպվել է, լուր խելոք բան չեմ ասել։ Ես մի հատ լավ խալի ունեիք պատին խփած, արևը մի ժամանակ գալիս էր, որ պետք է մայր մտնի, գալիս էր մի կետով այս խալու վրա կենտրոնանում էր, ու այդ գույները, վայ այդ ինչ վառվում էին այդ գույները խալու, կարմիր, կանաչ, կապույտ բան, ես փոքրիկ մի հատ բան էր, այս ցիացած նայում էի, և այդ հանճարեղ Փարաջանովը նռան գույնը որ նկարեց, ես հիշեցի, թե ոնց էր նա Սայատնովան ոնց ստեղծվեց, այդ թելերը ներկելը կարմիր, կանաչ, կապույտ, այդ
ականջը դրեց բաղնիքի բանին ցայները նստած կտուրին գրքերը բացած եկեղեցականները նստած եւ քամին թերթում է, այսինքն ժամանակները շատ բաներ են, որ մարդուն ստեղծում են, ուղղակի պետք է անընդհատ անալիզ անել։ Եթե անալիզը չկա, վերլուծությունը դառնում ենք ազգաբնակչություն։ Չդառնանք։ Ես էլ ձեզ խոստանամ, պարոն Ծատուրյան, որ երկրորդ շնչառությունը մի շարք ունի, կոչվում է +-100։ Այդ շարքի շրջանակում 100-ին որ մոտենաք, ես արդեն կգամ ձեր տուն։ Ուզում եմ, որ մտքի նույն պայծառություն ունենաք այդ ժամանակ։ Սպասի, երբ ման չես գալի տուն։ 100-ին մոտ, որ 100-ին մոտենաք, դուք կգաք տաղավար, եթե դուք կգաք։ Ես Դե տեսեք, պայմանավորվել եք, ասել եք, անելու եք, պարոն Ծատուրյան։ ասում եմ էլի։ Մանավանդ որ վահի չեմ վախենում։ Երբ որ կլինի կնի։ Ցանկից ձեզ հանելու են։ Շնորհակալ եմ։ Էլի բնությունն է որոշողը, մենք ինչ ենք։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ, որ ես թեթև հաղորդում եղավ, չէ՞։ Ես գիտեմ, դու պետք է ասես, Մարդիկ ասեն։ Դուք պետք է գոհանաք։ Շնորհակալ եմ, որ եկաք, լավոր եմ աղթում։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք նրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։